Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք Զարկ պոդքասթի շրջանակներում քննարկել ամենաարդիական հարցերը։ Այսօր կզրուցենք հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալված իրադարձություններից։ Ողջույն Ալեքսանդր։ Ողջույն Հայկ ջան։ Նախ կուզեմ անդրադառնալ որոշ փաստերի, որոնք նախորդել են կառավարություն եւ հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների սրմանը։ Մայիսի 23-ին Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալաշուքյուր Փաշազադեն հանդես է եկել որոշակի կոչերով, որոնք իրենց մեջ կոնկրետ մեղադրանքներ են պարունակում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նա մասնավորապես երկու հիմնական պնդում է արել։ Առաջինը, որ Էջմիածնում գտնվող մայրաթոռը գտնվում է պատմական ադրբեջանական տարածքում, եւ երկրորդը այն է, որ հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է, այսինքն ունի ռևանշիստական մոտեցումներ եւ նա վտանգ է հանդիսանում տարածաշրջանում խաղաղության պահպանմանը։ Այսինքն երկու կոնկրետ կետով նա դուրս մեղադրանք է ներկայացնում հայ առաքելական եկեղեցուն։ Հաջորդ կարևոր իրադարձությունը թերևս մայիսի 26-ին կամ 27-ին մեր մամուլում տարածված լուրերի համաձայն Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած կրոնական համաժողովն է, որի ընթացքում հայոց վեհափառ Գարեգին II-ը անդրադարձել է պատմամշակութային ժառանգության պահպանմանը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև խոսել է արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ միջազգային կառույցներին կոչ է արել անուշադրության չմատնել։ Մենք գիտենք, որ մյուս իրադարձությունը, որը ամփոփվում է այս թեմայում, այն է, որ մայիսի 9-ին կառավարության նիստի ժամանակ 29-ին երևի։ Մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետը խոսելով եկեղեցիների ընդհանուր վիճակի մասին նշել է, որ եկեղեցի որ մուտքը մոտավորապես էլի միտքը այսպիսին է, որ եկեղեցիները ճուլանացված են եւ ըստ երևույթին պատշաճ ուշադրություն չի դարձվում ներքին մաքրությանը եւ կարգու կանոնին։ Այստեղ ինչն է կարևոր շատ Հայկ ջան, որ պատմամշակութային արժեքները, այսինքն եկեղեցիները, որոնք հանդիսանում են պատմամշակութային արժեքներ, ըստ երևույթին գտնվում են կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հովանու ներքո, եւ վարչապետը թերևս նշում է, որ նախարարին հանձնարարել է, որ պատշաճ ուշադրություն պետք է դարձվի, բայց այստեղ արդեն հստակ երևում է, որ մեղադրանք կա երրորդ կողմի իդեմս հայ առաքելական եկեղեցու։ Շատ լավ, Ալեքսանդր ջան, իհարկե ներկայացրեցիր որոշ իրադարձություններ։ Հիմա փորձենք հասկանալ, արդյոք այստեղ կա ընդհանուր գիծ, ինչպես նշեցիր, հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իհարկե կարելի է որոշակի շղթայի մեջ փորձել դիտարկել խնդիրը, բայց ես կարծում եմ պետք է ամեն դեպքում որոշակի վերլուծել փաստերը եւ հասկանալ արդյոք դրանք իրոք իրար հետ ինչ-որ կապի մեջ են, թե ուղղակի ինչ-որ ժամանակագրական համընկնումներ կան, որոնք կարող են շատ հաճախ, ինչպես ասում են, հեռուն գնացող ենթադրությունների տեղիք տալ։ Դու նշեցիր Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, դու նշեցիր նաև ամենայն հայոց կաթողիկոսի այցի մասին եւ շեշտադրումների մասին կապված Լեռնային Ղարաբաղում մեր պատմամշակութային ժառանգությանը եւ նաեւ անդրադարձար կառավարության նիստում հնչած վարչապետի որոշ հայտարարությունների կապված եկեղեցիների հետ, եկեղեցիներում տիրող իրավիճակի հետ։ Թերևս ընդհանուր գիծ տեսնելը իհարկե կարող է դիտարկվել որպես տարբերակներից մեկը, բայց ես անկեղծ ասած մանավանդ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարության հետ դա չի կապի, ասեմ ինչու, որովհետև ինչպես գիտես, այս իրադարձություններին նախորդել են մի շարք այլ իրադարձություններ կապված հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես փորձեմ ուղղակի փաստերը շարադրել սրա հետ կապված։ Նախ եկի հիշես հայ առաքելական եկեղեցու
դիրքորոշումը անմիջապես պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված որոշակի մեկնաբանությունները եւ նաեւ կոչերը ուղված կառավարությանը այն ժամանակ պատերազմից հետո դա եւս կարծում եմ արժի հիշատակել, որովհետեւ դա եւս եկեղեցի Հայաստանի Հանրապետության իշխանություններ հարաբերություններում որոշակի համաձայնվեց, կարծում եմ լարվածություն մտցրեց եւ դա շարունակվեց նաեւ հետո ես ինչը կհիշեմ վերջին իրադարձություններից կապված նաեւ հայ առաքելական եկեղեցու հետ, իհարկե ես չեմ ուզում ասել, որ դա վճռորոշ այսպես դեր է խաղացել այս լարվածության առաջացման մեջ, բայց դա եւս իր կարծում եմ փոքր լուման ունեցել է, դա իմ կարծիքն է, օրինակ տեսեք վարչապետը ինչպես գիտեք հայտարարել է, որ Բելարուսի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա չի այցելի, քանի դեռ Բելարուսը ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն, վերաբերում է 2024 թվականին կարծեմ։ Մեզ հայտնի պատճառների բերումով, այո։ Եվ այստեղ գիտեք, թվում է թե հայ առաքելական եկեղեցին այստեղ որևէ դերակատարում չունի, քանի որ անջատ է պետությունից եկեղեցին, բայց դեպ դրա մասին էլ կխոսենք անպայման, Հայկ ջան, օրենսդրական կարգավորների, այսինքն իշխանություն եւ հայ առաքելական եկեղեցի, այո։ Բայց տեսեք, հայ առաքելական եկեղեցին այո, իհարկե անջատ է պետությունից, բայց կարծում եմ կհամաձայնվեք, որ հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, կաթողիկոսը որոշակի ֆիգուր է, նաեւ արտաքին այսպես խաղացողների աչքերում, արտաքին մեր գործընկերների մոտ նա որոշակի ներկայացուցչական կերպար է եւ նրա այցերը, նրա գործողությունները եւս կարելի է դիտարկել պետությունների հարաբերությունների ինչ-որ համատեքստում։ Իհարկե միշտ չէ, որ հոգևոր առաջնորդի եւ հանրապետության ղեկավարության տեսակետները համընկնում են, բայց այս առումով ուզում եմ հիշատակել հատկապես Գարեգին II կաթողիկոսի այցը Բելարուս մայիս ամսին, ես կարծում եմ, որ սա եւս որոշակի հետք է թողել հայ առաքելական եկեղեցու եւ կառավարության հարաբերություններում եւ դրա սրման կառավարություն ասելով նկատի ունեմ վարչապետի հայտարարությունները եւ այս գործընթացը եւ ես կարծում եմ այս նաեւ որոշակի ազդեցություն ունեցավ սրման գործում, սա իմ տեսակետն է։ Պարզապես Հայկ ջան, ինձ համար առնվազն խնդիրն է նա, որ այն օրակարգը, ինչը բերվել է իմ այս երկու հարաբերությունների մեջտեղ, այն է, որ հիմնական հարցը կարելի ասել վեհափառի կուսակրոնության հարցն է, այսինքն մենք այս ժամանակագրությունը, որ ներկայացնում ենք եւ նաեւ հակված ենք այն մտքին կամ առնվազն գոնե մտածում ենք, որ որևէ կապ ունի էսկալացիայի հետ, նաև կարող ենք եզրակացնել, որ այն օրակարգը, որը ձևավորվել է, որոշակի առումով կեղծ է, որովհետև առնվազն վեհափառի կուսակրոնության վերաբերյալ որևէ առերևույթ նոր ինչ-որ բացահայտում չի եղել, որը այսինքն ներկայացում չի եղել, որը կարող ենք այսինքն այս էսկալացիան վերագրել դրան։ Ես ավելի շատ նորից եմ կրկնում Ալեքսանդր ջան, ես սա կկապեի մինչ այդ տեղի ունեցած որոշակի իրադարձությունների հետ, որոնք կարող էին որոշակի լարվածության առիթներ հանդիսանալ եւ դա գումարվելով կարծում եմ ինչ-որ բերել եւ ինչ-որ պատկեր է ստեղծել այժմ եւ կարծում եմ դրա մեջ նաեւ վերջում դերակատարություն ունեցավ իմ նշած կաթողիկոսի այցը Բելարուս, ինչպես նաեւ այս համատեքստում ես մոռացա նշել նաեւ ներքաղաքական կյանքում որոշ եկեղեցականների ակտիվությունը, կարծում եմ կհամաձայնվես, որոշ եկեղեցական գործիչներ բավականին ակտիվ կերպով քաղաքական հայտարարություններ են անում, հարցազրույցներ են տալիս եւ քննադատում են իշխանություններին։ Ես կարծում եմ օրենսդրության իմաստով այստեղ խնդիր չունենք, բայց սա եւս կարող է
որոշակի լարվածության պատճառ հանդիսանալ եկեղեցու եւ ուրեմն եկեղեցու հետ ստեղծված այս իրավիճակում։ Հայկ ջան, կուզեմ հիմա մի փոքր խոսենք օրենսդրական կարգավորման մասին։ Սահմանադրությունը գիտենք, որ առանձին կետ ունի, որը վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, որ սահմանադրությամբ նույնիսկ հատուկ դեր է տված հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև կա օրենք, որը կարգավորում է պետության եւ եկեղեցու հարաբերությունները։ Այո, ես կասեի նույնիսկ օրենքներ կան ընդունված։ Առաջին օրենքը, որը կարգավորում է որոշակի նաև կրոնական այլ կազմակերպությունների, նաև հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության, կոչվում է Խեղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենք, որտեղ որոշակի դրույթներ են սահմանված, թե ինչպես պետք է կրոնական կազմակերպությունների հետ հարաբերությունները կարգավորվեն ընդհանրապես։ Նաև կա օրենք ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին, ավելի ուշ ընդունված 2007 թվականին, որտեղ նույնպես կան որոշակի Այդ կուզեմ այդտեղ մի կարևոր կետ կա, որ դրույթներից մեկով կամ օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին ինքնակառավարվող մարմին է, որ հանրապետությունը փաստացի չի խառնվելու դեր եկեղեցական կառավարմանը։ Այո, կան այդպիսի կետեր, կա նաև սահմանադրության մեջ այդպիսի կետ, ընդհանրապես բոլոր կրոնական կազմակերպություններին վերաբերող, որ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից եւ այս համատեքստում նաև կարևոր է արձանագրել ինքներս մեզ համար, թե օրինակ մենք ինչպես ենք պատկերացնում կրոնական կազմակերպությունների, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու դերակատարումը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ընդհանրապես մենք պատկերացնում ենք կրոնական կազմակերպություն, նաև հայ առաքելական Սուրբ Եկեղեցու մասին է խոսքը, որը Հայաստանի քաղաքական կյանքում կունենա դերակատարում։ Ինձ թվում է դերակատարում ունենալը, եթե նայենք օգնելու տեսանկյունից, որովհետև հայ առաքելական եկեղեցին որպես կառույց ինքը նաև մեծ լոբիստական ցանց է, այսինքն ինքը միավորող դերակատարություն ունի։ Ես մի փոքր ուշ ավելիք ներկայացնեմ նաև եկեղեցու մշակութային եւ պատմական կարեւորությունը։ Ես նկատի ունեմ Ալեքսանդր ջան, մենք պատկերացնում ենք հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցուն որպես ներքաղաքական պայքարի կողմ, այսպես եթե փորձենք ձևակերպել, կարող ենք մի քիչ Արտադրումը շատ ճիշտ է դեպ, այո։ Մենք պատկերացնում ենք այդպիսի առաքելություն հայ առաքելական եկեղեցու կողմից։ Ես կարծում եմ, որ եթե պատկերացնում ենք, դա էլ կարելի է քննարկել, դիտարկել, որովհետև կրոնական կազմակերպությունները եւ օրենսդրությամբ եւ ընդհանրապես այլ ընկալում ունեն, այլ դերակատարություն ունեն սովորաբար ազգերի կյանքում եւ նաեւ հայ ազգը այստեղ կարծում եմ բացառություն չի, մենք հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ավելի շատ հոգևոր, մշակութային ազդեցություն ենք ակնկալում մեր ներհասարակական կյանքում, կարծում եմ, քան որոշակի քաղաքական, որովհետև Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է ամեն դեպքում, այստեղ քաղաքական գործընթացները իրականացվում են սահմանադրության օրենքներին համապատասխան, ժողովրդի կողմից ընտրված իշխանության, ընդդիմության, տարբեր կառույցների միջոցով օրենսդրությամբ նախատեսված եւ այս համատեքստում հայ առաքելական եկեղեցու դերակատարումը ինձ համար մի փոքր քաղաքական դերակատարման մասին է խոսքը, մի փոքր շատ ճիշտ է Հայկ ջան, կուզեմ մի հավելում անել։ Քննարկման անհրաժեշտություն է թողնում։ Մեր վանականները, հոգևոր գործիչները, որոնցից ոմանք իրոք շատ մեծ հեղինակություն են հայ ժողովրդի համար, ես նկատի ունեմ առանձին թեմերի առաջնորդներ ընդཐུպ միջև, իմ կարծիքով հասարակական քաղաքական որոշակի դիրքորոշում կարող են ունենալ, բայց անմիջապես ներգրավել քաղաքական process-ներին, պայքարի, նույնիսկ պայքարի տեսքով, կարծում եմ, որ ճիշտ չէ,
Տեսեք, մենք շատ կարևոր մի բան մոռացանք նշել այս համատեքստում, կհիշեք Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որը ըստ էության քաղաքական շարժում էր։ Առնվազն այս դեպքերում կրոնական գործիչը նման բարձր աստիճանի առնվազն պետք է աստիճանազրկվի կամ դադարեցնի ամբողջությամբ իր գործունեությունը, նոր որոշակի պայքար սկսի։ Ես ինչու եմ նշում Բագրատ Սրբազանի շարժումը, տեսեք, Բագրատ Սրբազանը քաղաքական շարժում էր ըստ էության առաջնորդում եւ այս պարագայում բնականաբար իշխանությունները պետք է գործեն քաղաքական պայքարի տրամաբանությամբ, այսինքն պետք է փորձեն հակազդել, հակադարձել եւ այլն եւ այլն։ Բայց այդտեղ ինչն է կարևոր, Բագրատ Սրբազանը չէ որ իր հեղինակությունը վաստակել է իր կրոնական գործունեության շրջանակներում, չէ, որպես հայ առաքելական եկեղեցու եկեղեցական գործիչ։ Իր հեղինակությունը վաստակել է այս գործունեության շրջանակներում, հետո փորձել է այդ գործունեության շրջանակներում նաև ունեցած իր հեղինակությունը կապիտալիզացնել քաղաքական դաշտում։ Փորձել է հանդես գալ նաև որպես քաղաքական գործիչ։ Ես սա ոչ թե մեղադրելու համար եմ ասում, ես սա ասում եմ որպես հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև արկա լարվածության եւս մեկ հնարավոր պատճառ։ Երբ խոսում ենք պատճառների հնարավոր ինչ-որ խնդիրների մասին, սա եւս կարծում եմ արժանի է հիշատակման եւ նաեւ այլ եկեղեցական գործիչներ կան, կարծում եմ նկատած կլինես, որ նույնպես ակտիվ հենց այս փուլում եւս շարունակում են քննադատել իշխանություններին, ըստ էության ակտիվորեն ներգրավելով Հայաստանի քաղաքական կյանքում։ Բազմաթիվ հարցազրույցներով են հանդես գալիս եւ փորձում են հանրությանը կողմնորոշել որոշակիորեն այս կամ այն ուրեմն ուժի իրենց գույները ստեղ ավելի խտացնում է այն հանգամանքը, որ Բագրատ Սրբազանը ինքը պայքարի մեջ է եւ մյուս վանականների ներգրավվածությունը առնվազն կապվում է այս process-ի հետ։ Եթե քո նշած այդ նախորդ իրադարձությունները չլինեին, գուցե որոշ հոգեվորականների խոսքը այսքան սուր չընկալվել, ես կարծում եմ հենց այստեղ է որ մի փոքր գույները խտանում են։ Հայկ ջան, կուզեմ մի կարևոր թեմայի եւս անդրադառնալ։ Ըստ տարբեր տեղեկությունների վարչապետը հանձնարարել էր, որ ստուգվեր այդ կուսակրոնության փաստը, մենք այստեղ արդյոք գործ ունենք անձնական տվյալների ձեռքբերման եւ մշակման հետ, ինչը թույլատրելի չէ եւ արդյոք վարչապետն ունի նման լիազորություններ այդ հանձնարարականը տալու եւ այս process-ը ընդհանրապես գեներացնելու։ Նախ Ալեքսանդր ջան, ես անկեղծ ասած չունեմ այդ տեղեկությունը, որ վարչապետը այդպիսի հանձնարարական է տվել, եւս մամուլից եմ լսել այդ մասին, համենայն դեպս հրապարակային այդպիսի հայտարարություն ինչ ծանոթ չէ, վարչապետի կողմից հնչեցված։ Այստեղ մի կարևոր փաստ էլ կա իմիջայլոց, պրոիշխանական թևի ներկայացուցիչները նշում են, որ վեհափառը լռում է եւ ոչ մի խոսք չկա նրանից, անդադար թեման շահարկվում է, նույնիսկ մամուլում եղան լուսանկարներ, որ վեհափառը դուստր ունի եւ ասում են, որ նա չի հերքում, բայց ինչ ես կարծում, այստեղ պիտի վեհափառը հերքի, թե այս մեղադրանքը որ ներկայացնում է, նա պետք է ապացուցի այս իրողությունը։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս իշխանություն եկեղեցի հարաբերությունները պետք է մենք բոլորս փորձենք տանել կարգավորման դաշտ, այլ ոչ թե ավելի սրենք խնդիրը։ Ես կարծում եմ Հայաստանի իշխանությունները եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է փորձեն այս իրավիճակը կարգավորել եւ հնարավորինս ավելի մենք բոլորս ուժեղացած դուրս գանք այս իրավիճակին, այլ ոչ թե թուլացած։ Սրա համար ես կարծում եմ կարելի է մի քանի բան ֆիքսել որպես կարգավորման, այսպես ասած, հիմք։ Առաջինը կարելի է արձանագրել որպես այսպես կոնսենսուսային լուծում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, եթե իհարկե սա ընդունելի տարբերակ է բոլոր կողմերի համար եւ ընդհանրապես մեր հանրությունն էլ պետք է, ես ուզում եմ մինչեւ այդ քո հարցին կանդրադառնալը մի հատ հասկանանք մեր ընդհանուր մոտեցումը, մեր հանրությունը ընդհանրապես ինչ է մտածում այս հարցի վերաբերյալ։
հայ առաքելական սուրբ եկեղեցին արդյոք պետք է ներգրավված լինի քաղաքական գործընթացներում, թե պետք է ներգրավված չլինի։ Ես նկատի ունեմ թե ներքին քաղաքականությունը, թե արտաքին քաղաքականությունը։ Եթե մենք այս հարցի պատասխան ունենանք, մենք կարծում եմ արդեն կարողանանք որոշակի ճանապարհային քարտեզ ուրվագծել Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցի հարաբերություններում։ Օրինակ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև օրենսդրական կարգավորում տալ այս խնդրին եւ սահմանել, ինչպես ենթադրենք հանրային ծառայողների պարագայում, ես չեմ ուզում նույնացնել, ուղղակի process-ը նկարագրելու համար եմ ասում, ինչպես հանրային ծառայողների պարագայում կա որոշակի զինծառայողներ, այո, քաղաքական զսպվածության որոշակի շեմ, ես կարծում եմ կարգավիճակով պայմանավորված, հոգևոր գործունեության հետ բնույթով պայմանավորված, կարելի է նաև այդպիսի կարգավորումներ սահմանել ոչ միայն հայ առաքելական եկեղեցու համար, այլ ընդհանրապես բոլոր կրոնական կազմակերպությունների համար։ Սահմանել որոշակի քաղաքական զսպվածության շեմ, որը եկեղեցական կրոնական ընդհանրապես կազմակերպություններում գործունեություն ծավալող անձինք, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է պահպանեն։ Այդպիսի մի որոշակի շեմ սահմանվի եւ նաեւ դրան որպես իրավիճակը կարգավորելու քայլ նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից, այսպես ասած, կամ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից նաեւ սահմանվի, որ եւս մեկ անգամ սահմանվի, չնայած սահմանված է արդեն տարբեր իրավական ակտերով, նաեւ սահմանադրությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը չի միջամտում այդ պարագայում կրոնական, մասնավորապես խոսում ենք հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին, ներքին հարաբերություններին նկատի ունեմ, այսինքն կազմակերպությունը հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ բոլոր կրոնական կազմակերպությունները իրենց ներքին հարցերը կկարգավորեն ինքնուրույն եւ կարգավորում են ինքնուրույն, կարծում եմ սա նորմալ է, այսպես էլ պետք է լինի։ Դա ոչ միայն նորմալ է, դա նաեւ սահմանված է, այո, սահմանված է իրավական ակտերով, առավել եւս ինչու եմ այս առաջարկը փորձում ձևակերպել, որովհետեւ այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետության եւ առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները արդեն իսկ կարգավորված են օրենսդրորեն եւ կարելի է նաեւ այս կարգավորումները մտցնել, որոշակիացնել ավելի քաղաքական զսպվածության եւ պետության կողմից եկեղեցու գործերին խառնվելու անթույլատրելիության մասին այս դրույթները որպես կոնսենսուսային լուծում հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև։ Ես կարծում եմ սա պետք է անհրաժեշտ է, չի կարելի այս վիճակը խորացնել, խնդիրը խորացնել եւ բերել հասցնել, այսպես ասած, անդառնելիության կետին։ Շատ ճիշտ է, ես կարծում եմ մենք այս ուժը պետք է ունենանք, նաեւ որոշակի ներհասարակական համերաշխություն ունենանք այս գաղափարի շուրջ։ Ես օրինակ առաջարկեի այս ճանապարհով գնալ, այլ ոչ թե գնալ խնդիրը խորացնելու ճանապարհով, որովհետեւ խնդիրը խորացնելը նաեւ կարծում եմ եւ եկեղեցու հեղինակության վրա կարող է բացասաբար ազդել եւ նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկի եւ ընդհանրապես հասարակական փոխհարաբերությունների ես վստահեցնում եմ, որ այս մասն էլ շատ կարեւոր է։ Ես ընդհանրապես կարծում եմ ցանկացած ժամանակ, ցանկացած պարագայում իշխանությունների եւ եկեղեցու հարաբերությունները պետք է լինեն բավականին սերտ։ Այգ ջան, կուզեմ մի փոքր խոսենք հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակության մասին։ Ինչպես գիտես, պետականության բացակայության պայմաններում այս սուրբ պարտավորությունը ստանձնել է եկեղեցին եւ ազգի ինքնակազմակերպման, ազգի ժողովրդի ինքնակազմակերպման գործում բացառիկ մեծ ավանդ ունի, ինչպես նաեւ մեր մշակութային ժառանգության պահպանման։ Յուրաքանչյուր հայի, եթե հարցնեն պատմության ընթացքում ամենախոշոր գործիչների մասին, ազգությամբ հայ, ապա կարծում եմ այդ ցուցակում ընդգրկված կլինեն Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Կոմիտաս վարդապետը, վերջինս նաև հանդիսանում է հայ ինքնության պահպանման կնքահայրը Մարգարեն եւ որոնք նաև եկեղեցական գործիչներ էին։ Միանշանակ եւ այս բոլոր գործիչները ինչ որ թելերով կապված են հայ առաքելական եկեղեցու հետ։ Կոմիտասը Խրիմյան հայրիկի միջնորդությամբ կարողացավ բարձրագույն կրթություն ստանալ Եվրոպայի լավագույն համալսարաններում եւ բոլորիս հայտնի է նրա այն կարևոր առաքելությունը, որ նա կատարել է հայ ժողովրդի կյանքում։ Միանշանակ ճիշտ է, Ալեքսանդր։ Այս շատ կարևոր իրադարձությունները, որոնք շատ նուրբ իրողություններ են պարունակում, պետք է հաշվի առնվեն
իշխանական տարբեր գործիչների կողմից, ճիշտ է թերևս ներկայացում է, որ թիրախում հայ առաքելական եկեղեցին չեն, այլ առանձին գործիչներ են, բայց հայ առաքելական եկեղեցու դերի պահպանման համար կարծում եմ սա մենք պետք է արձանագրենք, Հայկ ջան, որ սա շատ կարևոր է։ Թե ինչպես կծավալվեն հետագա իրադարձությունները, ժամանակը ցույց կտա, ամենայն դեպս մենք շատ կցանկանայինք, որ այս իրավիճակը հաղթահարվեր եւ մենք բոլորս ավելի ուժեղացած դուրս գայինք այս ստեղծված ոչ հաճելի իրավիճակից։ Հայկ ջան, եթե շատ կրճատ ամփոփելու լինենք, ապա հայ առաքելական եկեղեցին պետք է զբաղվի իր այն սուրբ առաքելությամբ, որի համար որ ինքը հենց գործում է, իսկ Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան ցանկացած միջամտություններից ներհոգևորական կյանքին։ Հուսանք, որ այս խնդիրը այսպես էլ կհանգուցալուծվի եւ այս լավ նոտայով էլ այսօր ամփոփենք։ Շնորհակալ ենք ուշադրության համար, մինչ հանդիպում։